Ինչպես ընտրել մասնագիտություն։ Մանկավարժական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ժան-Պիեր Բարբարոյի այս գրքից չկար գրախանութներում։ Անհրաժեշտ եղավ գտնել հրատարակչատան անունը, պատվիրել գիրքը եւ կանխավճար մուծել։ Գրքին սպասելու ամեն մի օրը ինձ 24 ժամից շատ ավելի երկար էր թվում։ Վերջապես ստացանք մի հսկայական հատոր հեռախոսագրքի հաստության։ Հիանալի ապագա խոստացող գիտելիքների այդ աստվածաշունչը դասավորված էր այբենական կարգով եւ արժեր իր ծանրության գնին։ Խնամքով թաքցրել էի մերոնցից այդ գնումի վերջնական նպատակը։ Մայրիկը սովորության համաձայն ինձ էր պարզել արքղիկը եւ նրբանկատորեն դուրս գալով սենյակից ասել էր. «Վերցրու որքան պետք է»։ Բոլոր մասնագիտությունները երկրագործությունից մինչև կենդանական աշխարհագրություն, մինչև քսիլոգրաֆիա, փայտի փորագրություն, մանրամասն նկարագրված էին այնտեղ։ Տրված էր նաև այն նախապատրաստական դպրոցների ցուցակը, որոնք ուսանողներին պատրաստում էին ընդունելության քննությունների համար։ Նույնիսկ նախատեսված էր ապագա գործունեության ասպարեզը, որ ընձեռում էր տվյալ մասնագիտությունը։ Մասնագիտությունների այս 600 էջերի առջև, որոնք գրկաբաց դիմավորում էին ինձ, ես որոշել էի գործել մի մեթոդով, որ հիմնված էր միայն իմ անտեղյակության վրա։ Ես մի կողմ էի թողնում երկրագործությունը, որովհետև հիշեցնում էր հին վարչակարգի գյուղացիների թշվառ կյանքը։ Հետ էի մղում իրավաբանի մասնագիտությունը, որ գործ ուներ հայրասպանների ու մայրասպանների հետ։ Արագորեն բաց էի թողնում կինոյին նվիրված էջերը, որովհետև մի օր տանն ասել էին, թե դա լուրջ բան չի։ Անողոք եղավ վիրաբուժության նկատմամբ, որն ինձ կդատապարտեր թաթախվելու փորոտիքի եւ արյան մեջ, աղիքից կամ ստամոքսից մի կտոր հանելու համար։ Երբ հասա կենդանաբանությանը, իմ ուշադրությունը գրավեցին բնաջնջումից փրկված 12 մասնագիտություններ։ Դրանցից մեկն ինձ այնքան ուժեղ էր հրապուրել, որ ուսումնասիրելով մյուսները նորից ու նորից վերադառնում էի, կարդում դրան վերաբերող երկար պարբերությունը։ Գիրքը այդ էջի վրա հաճախակի բացուխուբ անելուց տեղի էր տվել եւ նույնիսկ երբ ուղղահայաց դիրքով էի դնում, ինքնաբերաբար հիպնոզվածի նման բացվում էր այդ նույն էջի վրա։ Բոլոր ցնորքներս իմի հավաքող հրաշալի մասնագիտությունը խոշոր տառերով փռված էր իմ առջև։ Ռազմածովային ինժեներ, մեքենագետ։ Համոզվելով, որ ոչ ոք չի լսում ինձ, Ռասինի բանաստեղծության նման արտասանում էի այդ փայլուն տիտղոսը, որ այնքան ներդաշնակորեն ղողանջում ու թրթռում էր ականջներիս մեջ։ Ինժեները արտահայտում էր մասնագիտության ազնվությունը, մեքենագետը ապահովում էր հաջողակ ապագա, իսկ ռազմածովայինը խոստանում էր շքեղ համազգեստ տրեզներով, ոսկե կոճակներով, որոնց վրա դրոշմված է խարիսխ ծովի խորհրդանշանը։ Իմ տեղեկագիրքը երկար նկարագրում էր այն ուղին, որն ինձ առաջնորդելու էր դեպի այդ գագաթը։ Ամեն ինչ սկսվում էր արվեստների եւ արհեստների ինժեներական ազգային դպրոցի ընդունելության քննությունների 4-ամյա նախապատրաստական շրջանով։ Մրցակցության հաջողությունը բաց էր անում այդ դպրոցի դռները, որը 3 տարվա ուսուցումից հետո տալիս էր արվեստի եւ արհեստի ինժեների տիտղոս։ 2 տարի եւս ծովագնացության դպրոցում ուսանելուց հետո վերջապես լրանում են այդ ուսման տեխնիկական եւ տեսական գիտելիքները։ Այդ 9 տարիների ընթացքում մեր ընտանիքը լի ժամանակ կունենար շապկավորելու Ֆրանսիայի մեծ մասին, որպեսզի օգներ նվաճելու ինձ շլացնող լեռնագագաթը։ Մերոնց հայտնելուց առաջ, թե պատրաստ եմ դիմագրավելու այդ բարձրակետը, ինքս ինձ ժամանակ տվեցի խորհրդածելու, որի ընթացքում պարոն Բարբարոյի գիրքը մշտապես բաց մնաց ի տառի վրա։ Պարոն Սիմեոնը միակն էր, որին բացեցի գաղտնիքս։ Իմ ընտրությունն ընդունեց ոգևորությամբ, ոչ մի կասկած չուներ մեքենագիտության ձիրքերիս մասին։ Չէ որ բանալիի մի շարժումով բացել էի նրա պահարանի համառ դուռը։ Առաջարկեց գրել ծովային մինիստրություն, որպեսզի պաշտոնապես հաստատեն իմ ձգտումի ուղին։ Նա շարադրեց նամակը, ես արտագրեցի եւ ստորագրեցի։ Ես մերոնց չէի նախազգուշացրել, թե մոտ օրերս անպայման Փարիզից նամակ պետք է ստանամ։ Նորից շփոթմունք, գունատ դեմքեր իտես ծրարի, որ այս անգամ կրում էր Ֆրանսիական Հանրապետություն ծովային մինիստրություն կնիքը։ Դպրոցից վերադառնալով բոլորին հանգստացրի եւ նրանց շվարած դեմքերին նայելով ամենայն պարզությամբ ասացի.
Սա ծովային պարոն մինիստրի պատասխանն է իմ նամակին, որ ուղարկել եմ անձամբ իրեն։ Մինիստրի փոխարեն, որ այդպես էլ չիմացավ իմ ընդունած կարևոր որոշումը, նրա վարչությունների բաժիններից մեկի 43-րդ քարտուղարը դարձյալ անընթեռնելի ստորագրությամբ կետ առ կետ հաստատում էր, թե ինչ-որ ի տառի տակ պարոն Բարբարուն արդեն սովորեցրել էր։ Սակայն ինձ թվում էր, թե ծովային ուժերի գերագույն պետը, մեծ ծովակալը, սիրով այդ սեր կսմթել։ Ուրեմն որոշված էր, կիրակի օրը եկեղեցուց հետո կհաղորդեի մեծ նորությունը։ Ծովափնյա սրճարանը, ինչպես անունն էր ցույց տալիս, հաստատություն էր, որտեղ խմիչք էին մատուցում։ Այն ժամանակներն էին, երբ ծովը երիզող մեծ պողոտան զբոսանք հրապուրիչ անվանումով դեռ չէր ծածկվել բետոնով, մի մենավոր փայտյա միահարկ տնակ էր կանգնած հենց ջրի ափին։ Քամիներից ու մշուշներից հոգնած տնակի ճակատին ուշադիր նայողը կարող էր կռահել, որ ժամանակին ներկված է եղել կանաչ։ Կիրակի օրերը ճաշից հետո մենք հաճախ էինք գնում այնտեղ։ Դրան վրա փակցված ձեռագիր մակագրությունը թույլատրվում է ներս մտնել ուտելիքով, մեզ իրավունք էր տալիս բերելու մեր ընթրիքը պարունակող մի զամբյուղ։ Այդ կիրակի մենակ էինք առաջին հարկի սրահում, մեր մշտական սեղանի մոտ, մեծ ապակեպատ լուսամուտի տակ, որ շրջանակում էր երկնքի կապույտը ծովին միացնող հորիզոնագծի վրա։ Երբ մատուցողը առանց արհամարելու մեր համեստ պատվերը սեղանին դրեց 2 մեծ շիշ սառը լիմոնադ, ես սկսեցի ամենայն մանրամասնությամբ պատմել այն վիթխարի ծրագիրը, ըստ որի պիտի դառնայի, այդ անունը հնչեց շեփորի կանչի նման, ռազմածովային ինժեներ մեքենագետ։ Իմ քնարական զեղումներին հաջորդող լռության րոպեն բացահայտում էր ընդհանուր կենտրոնացում ի հարգանս հանդիսավոր գործողությունների։ Իմ ընտանեկան լսարանի ուղեղները կարծես կաշկանդվել, անդամալուծվել էին այն կախարդանքից, որ պատճառում էին ծովային ոբանները։ Լսվում էր միայն ավազոտ ափին մեռնող ալիքների ծույլ ծփանքը։ Հայրս խոսեց 3-4 անգամ կրկնել տալով այն հեղինակավոր տիտղոսը և լսեց աչքերը կիսափակ, ինչպես լիստի նախերգանքներից մեկը։ Մայրիկի ոգևորությունը թախիցի երանգ ուներ, երբ խոսք բացեց ընտանիքից հեռու երկար բացակայությունների մասին։ Անընդհատ դրսում պիտի լինես, ասաց։ Աննա մորաքույրս սնափառության կամ գոռոզության նշույլ անգամ չունեցավ։ Նրա համար բառերից թափվող երաժշտությունը վերածվում էր նավի, որ լողում էր աղի ջրերի անծայրածիր աշխարհում, անհատակ խորություններում, որոնք հաճախ այլափոխվում էին փրփրուն մարդակուլ վհուկների։ Նա մտահոգ մրմնջաց. «Բայց դու լողալ չգիտես»։ Նրան հանգստացրի ասելով, թե ջուրը նետվելու ու պարանով նավեր քաշելու ոչ մի անհրաժեշտություն չկա, թե նավերն ունեն շարժման սեփական միջոցներ, և ես պիտի զբաղվեմ հենց այդ մեքենաներով։ Ինչ վերաբերում է Գայանեին, նա արդեն լքել էր ցամաքը։ Պատուհանի մոտի իր զբաղեցրած տեղում գետին անհետացել էր։ Նա գտնվում էր երկնքի ու ծովի միջև, մինչդեռ ափսեները, բաժակներն ու շշերը ցնցվում էին ողնուցային և կողային փոխնեփոխ ճոճումներից։ Չնայած ամբողջ այս ներքին խռովքին, շուրջս կային միայն հպարտությունից շողշողացող աչքեր և երջանկությունից վարդագունած այտեր։ Այդ կիրակի, երբ դուրս եկանք ծովափնյա սրճարանից, Արեգակի սկավառակը վաղուց արդեն սուսվել էր ծովի մեջ։ Երբ կայծակը շատ մոտիկից է խփում, զարմանում ես, որ ողջ ես մնացել։ Ամեն ինչ այդպես եղավ, երբ ստացա ընդունելության քննությունների կանոնները։ Պահանջվող առաջին պայմանը ձևակերպված էր կարճ ու կտրուկ՝ լինել ֆրանսիացի։ Իսկ ես կրում էի այն կնիքը, որ մի օր իջել էր մեր անձնագրի վրա, իբրև հիշեցում, թե մենք անհայրենիք, պատահմամբ ողջ մնացածներ ենք։ Դուքս Ֆրանսուଆ դե լա Ռոլֆուկո Լիանկուրը 1770-ական թվականներին հիմնել էր հայրենիքի զավակների դպրոցը, որը պետք է դառնար արվեստների և արհեստների ինժեներական ազգային դպրոց։ Այդպիսով դեռևս Լյուդովիկոս 16-րդի ժամանակներից այդ նշանավոր հաստատության մեջ մնացել էր հայրենիքի ժառանգության իրավունքը, որ 160 տարի հետո իր զավակներից պահանջում էր ֆրանսահպատակություն։ Հաստատություն դիմում ես կարող էի ներկայացնել միայն զինվորագրության տարիքից, այսինքն 21 տարեկանում, իսկ ընդունելության քննություններին կարելի էր մասնակցել մինչև 20 տարեկանը։
թույլատրող, արգելող, պարտադրող կամ դատապարտող օրենքների մեջ, կան այնպիսիները, որոնք անհեթեթ են դառնում վաղեմիության պատճառով։ Օրենսգիրքը դրանք վերացնում կամ վերափոխում է իշխանությունների թելադրանքով, նրանց մեծամասնության կամքով կամ գոռգոռացող եւ պաստառներ թափահարող ամբոխի ճնշմամբ, որի թիվը կարող էր փոփոխվել սովորականից մինչև կրկնապատիկի, ըստ ցուցարարների կամ ոստիկանության հաշվումների։ Իմ պարագայում բողոքի այդպիսի ցույցը կարող էր սահմանափակվել մի հոգով, տվյալ դեպքում ինձնով, եւ անշուշտ հասարակական կարծիքին կներկայանար երկուսի բաժանված։ 15-ամյա մի կիսա երիտասարդ 3 ցույց է արել կաներիերում, տանելով կես պաստառ։ Այդ օրենքի խստությունը մեղմացնող մի փոքրիկ ուղումն ինձ հանեց սարդոստային ընկած ճանճի վիճակից։ Աքսորականը, վերաբնակեցվածը, ամբաստանյալը կամ գաղթականը կարող է հավակնել գիտության այդ վկայականին, պայմանով որ ինժեների կոչումը ուղեկցվեր օտարի տիտղոս սպիտակով։ Նույնիսկ գիտություններն էին միավորվում թեկնածուին հիշեցնելու, թե նա ծնվել է ուրիշ տեղ։ Ես որոշ տխրությամբ էի մտնում այդ սողանցքից, ապագայում այդ ամրոցի մեջ ներգրավվելու հույսով, ամրոց, որ բարձրացված էր ազգային արժանապատվության եւ պետության շահերի հիման վրա, իսկ պետությունը շտապելու ոչ մի պատճառ չուներ հավասարեցման համար։ Հայ ապաստանյալը ենթակա էր զինվորական նույն պարտականություններին, ինչ ֆրանսիացին, առանց հաշվի առնելու արյան շնորհած որոշ իրավունքները։ Ինքնության որոնումները երկար տևեցին։ Եթե օրենքը թույլ էր տալիս հպատակություն ստանալու հույս, այն ժամանակվա իշխանությունները ընդդիմանում էին, պահանջելով երկար հարցաթերթիկներ, որոնք հետո թղթապանակների մեջ թաղված մնում էին բյուրոկրատական գրասենյակների փոշոտ դարակների խորքերում, եւ ձեր դիմումին դրական պատասխան չկարողացանք տալ, ափսոսանքը 3 տարով հետաձգում էր ամեն նոր թեկնածություն։ Ես ֆրանսիական հպատակություն ստացա 1949 թվականի նոյեմբերի 4-ին, այսինքն Մարսել գալուց 25 տարի հետո։